Իսրայելը կիրակի ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում, ինչի հետևանքով, ըստ Reuters-ի, զոհվել է առնվազն 11 պաղեստինցի։ Տեղական պաշտոնյաները հայտնում են, որ հարվածները հասցվել են բնակելի շրջաններին։ Գազայում Համասի խոսնակ Հազեմ Քազեմը Իսրայելին մեղադրել է տեղահանված անձանց դեմ նոր կոտորած իրականացնելու համար, հայտարարելով, որ դա հրադադարի շուրջ խախտում է։ Իսրայելի բանակի ներկայացուցիչներից մեկն էլ հարվածները որակել է ճշգրիտ եւ միջազգային իրավունքների շրջանում իրականացված գործողություն, պնդելով, որ պաղեստինյան զինված խմբավորումները բազմիցս խախտել են հոկտեմբերյան հրադադարը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վճռական է օգտագործելու Իրանի հետ համաձայնության հասնելու բոլոր դիվանագիտական հնարավորությունները, մինչև ուժի կիրառման դիմելը։ Այս մասին Իսրայելում իրականացված կազմակերպությունների ղեկավարների 51-րդ ամենամյա համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա խոսքով Թրամփը համոզված է, որ Իրանը բաց չի թողնի համաձայնության հասնելու հնարավորությունը, հաշվի առնելով 2025 թվականի հունիսյան պատերազմի դասերը։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հնարավոր ցանկացած համաձայնագիր պետք է նախատեսի Իրանից ամբողջ հարստացված ուրանի դուրսբերում եւ լիովին բացառի ուրանի հետագա հարստացման հնարավորությունները։ Այս մասին Երուսաղեմում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա խոսքով գործարքը պետք է ներառի մի քանի առանցքային պայմաններ։ Նախ հարստացված ամբողջ ուրանը պետք է դուրս բերվի Իրանից։ Երկրորդ հարստացման ոչ մի հնարավորություն չպետք է լինի։ Անհրաժեշտ է ապամոնտաժել այն սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք թույլ են տալիս հարստացնել, նշել է նա։ Նեթանյահուն նաև ընդգծել է, որ համաձայնագիրը պետք է անդրադառնա Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին։ Հիշեցնենք, որ երեքշաբթի Ժնևում նախատեսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի անուղղակի բանակցությունները։ Իլրումը նախապես պատվիրված 111 մարտական ինքնաթիռների Հնդկաստանը նախատեսում է ձեռք բերել եւս 31 ֆրանսիական Ռաֆայել Մարինե կործանիչներ։ Ընդհանուր պատվերն ըստ հրապարակման կհասնի 145 միավորի։ Նոր ինքնաթիռները հիմնականում կտեղակայվեն հնդկական Վիգրանտ ավիակրի վրա։ Նշվում է նաեւ, որ Նյու Դելին ծրագրում է կառուցել երրորդ ավիակիր։ Աղբյուրի փոխանցմամբ պայմանագրի կնքման դեպքում Հնդկաստանի նավատորմը կունենա 57 նման ինքնաթիռ, մինչդեռ Ֆրանսիայի ռազմազովային ուժերում դրանց թիվը 41 է։ Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ պաշտպանության գնումների խորհուրդը նախարար Ռաջնաթ Սինգի նախագահությամբ հաստատել է շուրջ 39.7 միլիարդ դոլարի ռազմական գնումներ, որոնց թվում են նաև Ռաֆալե կործանիչները ռազմաօդային ուժերի համար։ Իրանի գլխավոր բանակցող արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կիրակի Թեհրանից մեկնել է Շվեյցարիա Միացյալ Նահանգների հետ երեքշաբթի նախատեսված բանակցություններին ընդառաջ։ Այս մասին տեղեկացնում է Մեհր գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները կանցկացնել Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Շաբաթ օրը հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալաքչին փետրվարի սկզբին Մասկատում կայացած բանակցությունների առաջին փուլը լավ սկիզբ էր անվանել։